Մտածել եք, թե ինչ է կատարվում ծխախոտը վառելիս։ Կրակն ու ծուխը միայն տեսանելի մասն են։ Իրականում սա մի վտանգավոր քիմիական գործընթաց է։ Տեսնենք, թե ովքեր են այրման իրական հերոսները։ Ողջույն, ես կրակն եմ։ Իմ աշխատանքը սկսվում է այն ժամանակ, երբ այրում են ծխախոտը, բայց գիտես ինչ գնով։ Ես ստեղծում եմ մի մեծ քիմիական գործարան, որն արտադրում է այն ամենը, ինչ հիմա կլսես իմ ընկերներից։ Ես ծուխն եմ, կրակն ինձ ստեղծում է ու ես սլանում եմ քո թոքերը։ Իմ մեջ հազարավոր նյութեր կան ու անկեղծ ասած դրանց մեծ մասը քեզ համար թույն է։ Ես միայնակ չեմ գալիս։ Ինձ հետ բերում եմ իմ ծանրակշիռ ընկերոջը, Խեժին։ Այո, ես այստեղ եմ։ Ես կպչուն եմ ու սև։ Երբ ներս եմ մտնում, կպչում եմ քո թոքերի պատերին ու մնում այնտեղ։ Ես դանդաղ վնասում եմ հյուսվածքներդ ու կամաց-կամաց թոքերդ սկսում են շնչակտուր լինել իմ պատճառով։ Իսկ ես անտեսանելի եմ, բայց շատ վտանգավոր։ Ես մտնում եմ քո արյան մեջ ու կռիվ տալիս թթվածնի հետ։ Ես խլում եմ թթվածինը ու քո օրգանիզմը սկսում է թթվածնային քաղց զգալ։ Սա տեղի է ունենում ընդամենը մի քանի վայրկյանում։ Տեսնում եք, այս ամբողջ վտանգի հիմնական մեղավորը այրումն է։ Հենց այդ պատճառով մենք հիմա ուսումնասիրում ենք այնպիսի տարբերակներ, որտեղ կրակ ու այրում չկա։